հետաքրքիր այն է, որ այս տաղավարում մասնագետներ, բժիշկներ, հոգեբանները բացատրեն են հոգին չի ծերանում։ Այսինքն եթե մարդը անգամ 60 տարեկան է, նույն, ինչպես դուք նշեցիք, կարիքներ նույն նոր ընկերներ ունենալու, կյանքը վայելելու, նոր համեր, նոր շփումներ, նոր վայրեր գնալու, որևէ տեսակի ցանկությունը չի նվազում դա անելու, եթե չասենք, որ ավելանում է։ Սա մեր իրականության սահմանափակումներն են, որոնք դարավոր են, այնպես չի որ դա նորություն է, այդ խնդիրները մենք միշտ ենք ունեցել, պարզապես հիմա քանի որ հնարավորություն կա կոպիտ ասեմ դրսի օրինակները շատ ավելի տեսնելու, միևնույնն է դրսում դու ինչքան շատ լավ բաներ տեսնում ես, դու չես կարող մեր մենտալիտետին այդպես 100% տեղայնացնես, անպայման պրիզման անցկացնես մեր հոգեբանության հետ ու հետո առաջարկ անես, որովհետև մեր տատիները, պապիները շատ կարող են հետո հոգնեն, հետո չուզենան այնտեղ նման խնդիր չկա, իրանք իրար օրերն ունեն, չգիտեմ 70-80 տարեկան դու կարող ես ավակ սերնդի գեղեցկուհիներ տեսնես, որ այսօր երեկոյան որոշել են միասին դուրս գան ճաշրիվ դուրս են գալիս, դա այնքան ներդաշնակ է, որը ցավոք սրտի մենք այս բան չունենք, մեզ մոտ 50 անցքին արդեն չգիտես ինչու համարում է, որ ինքը արդեն կյանքից հոգնածքին է ու վերջ։ Իսկ իրականում, երբ հասկանում ես, որ կյանքը իրականում սկսվում է 45+, բարձում է, որ չէ, այստեղ երկրորդ շունչը չի, դե սա դեռ առաջին շունչն է, նոր այսպես շատ են ասել, տաղավարում եղել են, որ 80 տարեկան մարդիկ ասեն, դե ես դեռ ասում երբեք վերցրեց ձեր երկրորդ շնչառությունը, ասում, բայց ես իմ առաջին շնչառության մեջ եմ, եւ իսկապես այդպես է։ Դա փաստ է, դա ոչ ինչ որ կոմպլիմենտար վիճակ է, որ դա փաստի արձանագրում է, որը ակնհայտ է։ Հասմի քանի հանդիպում է արդեն եղել եւ առաջին քայլերը երկացանկ եք մշակում, երաշտական տվյալներն եք ստուգում։ Նայեք, առաջի այդ կայացած խումբս, որ ունեմ, մենք արդեն 1 տարի փորձ ունենք, միասին փորձեր ենք անում, ծրագիր ունենք, դա ստաբիլ երջախումբ է, այսպես ասվել։ Մայրիկ է կոչվում։ Մայրիկ երջախումբը Արևիկի հետ քննարկելիս մենք մտածեցինք այսպիսի բան, որ ավելի ազատ ձևաչափ իրենց առաջարկենք, որ բոլորն իմանան, որ յուրաքանչյուր շաբաթ օրը ժամը 12-ին Երևանի լոֆտում կա նման ձևաչափ երջախումբ, որի ընթացքում մուտքը վճարովի, որովհետև հրավիրված են երկու բազմականին լուրջ լավ մասնագետներ, որովհետև կատարածք եւ վերջում պարտադիր հյուրասիրություն, որովհետև իրենց բացի երկեցողությունից պարտադիր է շփումը։ Իրար հետ շփվելը առաջի օրը մայրիկներ կային, որ ինչ-որ համեղ բաներ էին պատրաստել իրենց են, որտեղ այդ շփման իրենք ձգտում են։ Ձևաչափը այսպեսին է, որ կարող եք ոչ թե ստաբիլ ամեն շաբաթ ժամը 12-ին գալ, կախում, որը ստաբիլ է գալու վստահ եմ, բայց մարդիկ կան, որոնք երբ ցանկություն ունեն, երբ ժամանակ ունեն, իմանան, որ նման տեղ կա, որտեղ իրենց միշտ սպասում են, իսկապես սպասում ենք։ Եվ գինը այնպես է դրվել, բնականաբար դա նորմալ է, որ մասնագետը պետք է վճարվի, դա ամբողջ աշխարհի փորձառություն է եւ ես չեմ ուզում որ մեր հայկական մտածողությունը այդ առումով որ տիպ բան չի, ոչ մի լավ բան չի կարող լինել անվճար, բայց կա adekvat գնային մոտեցում, որը մենք մաքսիմալ ցուցաբերել ենք այս պարագայում։ Գիտեք, ես միշտ օրինակը որն եմ, ինչ օրինակ եմ բերում, մենք սովորենք մեր երեխաների համար մասնավոր թանկ դպրոցներ, տանել, վճարել, ախրելի գումարներ, բայց երբ որ ինչ որ ծառայություն կա մեր ծնողների համար, մենք մտածում ենք, արդյոք մենք վճարենք ամբողջ հարցը մենք ոնց որ գումար մեր ծնողի զբաղմունքի համար ծախսել մենք բոլորս, ովքեր որ միջին սերունդը չի պիտի դա ապահովի, մենք մի պահ մտածում ենք, այո, իսկ երեխայի համար երբեք չենք մտածում, երբ որ խոսում ենք մտածելակերպի փոփոխության մասին, իսկ շարունակելով դա, այսինքն մենք ինքներս էլ ունենք այս գիտակցության փոփոխությունը, որը տալում արդեն սկսել է, այո, արժեքի ծախսել, նույն արժեքը պետք է ունենա կարևորության, այո։ Հասմի կանդրադարձեք ձեր փորձառությանը, տարիների այդ աշխատանքի, ես գիտեմ, որ դուք բավականին հարուստ փորձառություն ունեք։ Բավականին այո, լուրջ փորձառություն կա եւ ինձ համար միշտ օրինակ էր եղել տարիներ առաջ երբ երեխա էի եւ նոր պետք է ընդունվեի երջախմբային ընկերություն, այնտեղ դիրիժոր Էմմա Ծատուրյանը, որը տնօրեն էր այն ժամանակ, ուներ տարեսների երջախումբ, որը շատ սիրված էր եւ ես հիշում եմ, շատ փոքր էի, բայց հիշում եմ թե ինչպես էին այդ ավակ սերնդի ներկայացուցիչները արագ գալիս այդ երջախումբին միասին հավաքվելը, այդ օրինակը միշտ ուղեղումս եղել է, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր ես կդառնամ ինչ որ մի երջախմբի, այսպես չակերտավոր ղեկավար ասեմ։ Միավորող։ Այո, միավորող, շատ ճիշտ է, այո, միավորողը, երբ սկսեցի աշխատել շատ փոքրիկների հետ, որտեվ կարևորագույն հարթակն է այդ ամենափոքրիկները, որտեվ մեր ապագա ոչ թե շատ ծեծված բառերն ապագա կերտողը, բայց իրականությունն այդպեսին է, որ պետք է լինի այն շերտը, որի վրա դու ինտելեկտուալ առումով ունես հիմնվելու տեղ։ Եվ սկսեցի զբաղվել այդ շատ փոքրիկների համերգներով եւ եկավ ժամանակ, որ միաժամանակ մի տարի առաջ թե ինձ դիմեցին, որ նման երջախումբ արդեն կայացած ուխտավորների խումբ կա, ավակ սերնդի, որոնք խնդրում են, որ ես դառնամ իրենց երջախմբի ղեկավարը եւ այդպես սկսվեց այդ արկրությունս։ Եվ հասկացա, որ ես ինքս երևի թե
շատ ուշ հոգով կծերանամ, քանի որ բոլոր այդ տարիքային շերտերը ինձ համար ոչ թե փոքրեր են, մեծեր են միջին, այ 0-ից 100 տարեկան երեխաներ են։ Եվ մենք բոլորս երեխա ենք։ Եվ մանավանդ երբ դու տանը ունես ծնող, որ այդ տարիքին եւ հասկանում ես իր կարիքները, մենք ամբողջ օրը վազում ենք, մենք շատ զբաղված ենք, բայց մենք մի պահ կանգ ենք առնում, հասկանում ենք, որ ախր մաման ամբողջ օրը տանը նստած քեզ է սպասում, որ ինքը կարիք ունի քեզ հետ մի քիչ նստի խոսի, սուրճ խմեք միասին։ Եվ այդտեղից այդ երջախմբում մամաս մի քանի անգամ եկավ եւ հասկացա ոնց է ինքը նորից 88 տարեկան, բայց այնպեսի հաճույքով է գալիս, երբ կա հաջողացնում ենք, որտեղ որոշակի առողջական խնդիրներ ունենք, հասկացա այս կարևորությունը եւ հանկարծ մի օր զանգահարում է Արևիկը եւ այստեղից խոսափողը փոխանցում Արևիկին։ Համեցեք։ Հասմիկ երկացանկը եւ արդյոք երաշտական կրթությունը պարտադիր է։ Դուք որոշ բաներ ստուգում եք արդյոք։ Իրենց բարագայում երբեք ոչ բան չի ստուգվում, քանի որ այստեղ կարևոր է շատ ուրիշ բաներ։ Եվ մի շատ կարևոր պահ այստեղ կա, քանի որ դա միայն երկեցողություն չի, դա շնչառությունն է, դա ռիթմիկա է, դա լիքը բաներ է, որ անգամ ուղեղի մի քիչ դանդաղացած անգամ աշխատանք կարող են կարագացնել եւ ինձ համար շատ լուրջ ուսումնասիրություններ երբ ձեռքս ընկել նայեցի, դա համաշխարհային հայտնի օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը անցած տարի ինչքան հիշում եմ գիրք ամբողջովին հոդվածներ ինքը թողարկեց, որտեղ հենց այդ Music and Mind գիրքն է, որտեղ ինքը պարտադիր գրում է թե ինչով է երաժշտությունը ընդհանուր, այո, այնպես որ այդ փորձառություններ կա համաշխարհային մակարդակի եւ պարզապես այդ ամեն ինչը դու միևնույն է կրկին ասում եմ, որ մեր պրիզմայով հայկական պետք է անցկացնես եւ դա երկեցողություն է, դա շնչառություն է, դա զրույցներ են, դա ռիթմիկ աշխատանք է, դա ձեռքերի շարժում է ամենը 40 րոպեվա մեջ, որ մաքսիմալ մարդը իրեն թարմացած, օդը հասած լինի ուղեղի այն հատվածներին, որտեղ այդ կարիքը կա, հետո էլ մի հատ իրար հետ շատ մեծ հավեսով շփվում են եւ իրար ասում ենք ստեսյուն, ինչ հաջորդ շաբաթ։ Իսկ ինչ երգեր են։ Հիմնականում այդ երգերն են ժողովրդական եւ կոմիտաս։ Դա այն երգացանկն է, որ ինձ համար ամենաառողջարարն է եւ դա ապացուցված է, որ մեր երգերը իրենք ունեն շատ լուրջ առողջական սեգմենտի մեջ։ Այդ երգերն են առաջնայինը։ Հետո երբ ծրագիրը արդեն հիմնականում կազմված կլինի, միգուցե անդրադառնանք նաեւ ինչ որիշ երգերի, որը ցանկությունը կլինի։ Հետո հիմնականում բարերն էլ գիտեն երգերի մեծ մասը։ Դա ել կա, բայց այստեղ շատ կարեւոր է ինչ որ մի նոր բան պարտադիր լինի, որ ուղեղը ստիպված լինի ինչ որ մի նոր բանի վրա ֆիքսվելու եւ սկսելու աշխատելու վրա։ Երբևէ այս պրիզմայից չէի նայել, իսկապես շատ ճիշտ եք։ Այս մի քիչ ցավոտ հարց է մեզ համար, ինչու, որովհետև սոցիալական նախագիծ վարելը, սոցիալական բիզնես նախագիծ, ինչ է դա նշանակում, երբ որ դու որոշակի արժեք ես սահմանում այդ պրոդուկտից կամ այդ տարածքից օգտվելու, որի ամբողջ հասույթը գնում է այդ կառույցի ինքնապահպանմանը, ծախսափակմանը։ Սա այնքան པարզ դրամաբանական է, որովհետև սկսած այդ տարածքի վարձակալությունից, այդ մեծ անձնակազմից, այդ պատշաճ վիճակից, սկսած ինտերնետից, դաշնամուրից, սպասարկումից, էլեկտրաէներգիայից, Wi-Fi-ից, այսինքն ամեն ինչը ֆինանսաժ է։ Եվ երբ որ դու սոցիալ հեշտ է ամեն ինչ երևում։ Այո, ես գիտեմ, բայց երբ որ դու սոցիալական բիզնեսը ворթեգրած, որպեսզի դու կարողանաս այն աշխատած մեկ լուման փակես քո կառույցի ծախսը եւ դու այստեղ չես կարող լավ բան անել, եթե դու դա չես կարողանում ծախսափակել։ Մենք շատ երկար ենք մտածել այս մուտքավճարի վերաբերյալ եւ ես առաջին օրը հայտարարեցի, որ ամեն ինչ կանեմ, որ մենք կարողանանք հովանավոր գտնել նախագծի համար եւ կարծում եմ, որ կգտնվեն տարբեր կառույցներ, ում համար հենց այս տարիքային սեգմենտն է որպես թիրախ հետաքրքիր, որովհետև նաև հովանավորչությունը նույնպես բիզնես կոմպոնենտ ունի։ Եվ այսպես ուղղակի չեն հովանավորում, ես հասկանում եմ, ամեն դեպքում մենք կփորձենք բայց իրանք էլ ունեն ծնողներ։ Այո, իհարկե։ Մենք հիմա պատրաստվում ենք երրորդ հանդիպմանը այս շարքի եւ թե առաջիկա շաբաթ օրը։ Այո, առաջիկա շաբաթ օրը եւ դեռ չի իջել հաճախելիության քանակը այցելուների եւ իրենց ողջավորությունը անգամ Արտաշատից ունենք կանայք Վայոց ձորից ովքեր եկել են եւ ինչի պիտի նշեմ կային տղամարդիկ սա մեզ համար ինձ համար մասնավորապես շատ ողջավորող էր եւ կուզեմ իրենց քանակը բերենք բալանսի որ միայն կանայք չգան եւ այսպես գեղեցիկ բան ստանանք երգչախումբ ստանանք հետո միևնույն ժամանակ Հասմիկի էներգիան չեմ կարող դա այսպես չմատնանշել ես կարծում եմ առանց Հասմիկի մենք չենք ստանա այն ինչ այդ առաջ
առաջին օրը ստացանք, ուստի նաև եթերից պիտի շնորհակալություն հայտնեմ մեր կողքին լինելու։ Հրաշալի է, իմիջիալուց համամասնության հետ կապված մեր բոլոր ծրագրերում դա ունենք, որտեվ պապիկներն էլ ավելի ներտ են գալու, այսինքն տաղավարից ու փշենքի բակի ընկերների հետ նարդի խաղալու զատ այլ զբաղմունք, նոր զբաղմունք վերցնելու առումով ավելի ներտ են։